Իսկ այս պահին կարևոր է իմանալ էջի շրջանակում խոսելու ենք ժառանգական իրավահարաբերություններից։ Ժառանգության թեման այն թեման է, որ վստահ եմ կհետաքրքրի ձեզանից յուրաքանչյուրին, իսկ թեման մեզ առաջարկել է մեր հեռուստադիտողներից մեկը ներկայացնելով իր իսկ խնդիրը։ Ստացվում է, որ դուք այսուհետ հնարավորություն ունեք ձեր խնդրի վերաբերյալ իրավական վերլուծություն լսել պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, իսկ դրա համար պարզապես պետք է գրել մեզ կամ ուղարկել նամակ հենց այս պահին ձեր էկրաններին հայտնված հասցեներով։ Եվ ուրեմն այս պահին իմ հյուրն է Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբանական ակադեմիայի դասախոս Իրեն Սարգսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար եւ կարծում եմ այն թեման, որ մենք այսօր քննարկելու ենք, վերաբերելի է գրեթե մեր բոլոր քաղաքացիներին, կհետաքրքրի նրանց այն տեղեկատվությունը, որը հաղորդվելու է, բայց թե ինչ թեմայի մասին ենք խոսելու եւ մասնավորապես ինչ թեմա է առաջարկելու մեզ հեռուստադիտողը, առաջարկում եմ դիտել տեսանյութը եւ նոր անցնել քննարկման։ Բարև ձեզ, ցանկանում եմ իմ խնդիրը ներկայացնել։ Ամուսնուցս բաժանվել եմ 10 տարի առաջ, բայց սաքսով չենք բաժանվել։ 3 երեխա ունեմ, երկուսը անչափահաս են, մեկը 13 տարեկան է, մյուսը 11։ Ամուսինս ամիսներ առաջ մահացավ, նա ունի տուն եւ հողամաս։ Ես ուզում եմ իմանալ, արդյոք կարող ենք ես եւ երեխաներս ժառանգ համարվել, հաշվի առնելով այն փաստը, որ ամուսնուս հետ փաստացի ամուսնության վկայական ես ունեցել եմ, իսկ իր երկրորդ կինը ոչ։ Ավելացնեմ, որ երկրորդ կնոջից ամուսինս եւս ունի 2 անչափահաս երեխա եւ մեր տեղեկություններով նրանք արդեն ժառանգությունը բացելու դիմում են ներկայացրել տարածքային նոտար։ Շատ լավ։ Դասական իրավահարաբերություններ, որ ծագում են ընտանիքներում եւ քայլերի հաջորդականություն, որ պետք է իմանան մեր քաղաքացիները նմանատիպ դեպքերում, խնդրեմ։ Շատ լավ, ըստ էության ժառանգությունը ինքը բավականին հետաքրքիր process է եւ քաղաքացիներին բնականաբար շատ հետաքրքրող եւ ունենք այո կլասիկ օրինակ ըստ իրավիճակի տվյալ դեպքում մենք պետք է հիշենք ես մինչև բուն հարցին վերջնական անդրադառնալը եւ պատասխանելը կցանկանայի նախ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ ժառանգության առաջին հերթի կոնկրետ տվյալ իրավիճակի շրջանակներում եմ ուզում առաջին հերթը ներկայացնել, որ հանդիսանում են առաջին հերթի ժառանգներ, ժառանգատուի երեխաները, կինը կամ ամուսինը եւ ծնողները։ Այս պարագայում, եթե մենք ունենք գրանցված ամուսնություն եւ որքան էլ ամուսինները փաստացի ամուսնալուծված են, սակայն դեռևս պետական գրանցում չկա, ըստ օրենքի նա հանդիսանում է ժառանգ եւ տվյալ իրավահարաբերության շրջանակներում կինը այո ունի հավակնություն ժառանգական զանգվածի նկատմամբ եւ կարող է դիմել նոտարին։ Ինչ վերաբերում է երկրորդ կնոջ կարգավիճակին, բնականաբար նրանք չունեն գրանցված ամուսնություն, հետեւաբար նաեւ չի կարող հավակնություն ունենալ երկրորդ կինը, սակայն երեխաները այդ երկրորդ կնոջ անչափահաս երեխաները, որոնք ոչ այո առաջին հերթում են եւ առավել եւս ովքեր որ արդեն դիմել են նոտարին, խորհուրդս նաև կայանում է նրանում, որպեսզի այս կինը եւ իր երեխաները եւս դիմեն նոտարական գրասենյակ ժառանգություն ընդունելու հետ կապված հարցերը լուծելու համար։ Քիչ չեն դեպքերը, երբ փաստացի մարդիկ տեղեկացված չեն, որ պետք է ներգրավեն նման գործընթացներում, բաց են թողում այդ ժամանակահատվածը եւ հետո միայն իմանում իրենց իրավունքների մասին։ Այդ դեպքում ինչ քայլերի պետք է դիմեն, արդեն անցնեն դատական պաշտպանության։ Հարցը շատ ակտուալ է, շատ կարևոր, ինչու որովհետեւ մենք պետք է հիշենք, որ ունենք ժառանգության ընթացակարգ ընդունելու, դա 2 եղանակներն են ընդունման, դրանցից մեկը, որ 6 ամսվա ընթացքում պետք է ներկայանալ նոտարական գրասենյակ եւ դիմում գրել նոտարի մոտ ժառանգության ընդունման վերաբերյալ եւ երկրորդ տարբերակը դա ժառանգության փաստացի տիրապետման ինստիտուտն է, որը հնարավորություն է տալիս ժառանգին տիրապետման ապացույցներ ներկայացնելու պարագայում ճանաչվել ժառանգություն ընդունած ժառանգ։ Հավելեմ նաեւ, որ տվյալ իրավահարաբերության շրջանակներում արտադատական կարգով նոտարական, այսինքն կարգով, այո, հնարավոր է նաեւ այդ իրավաբանական փաստի հաստատման համար դիմել նոտարին եւ չընկնել դատարանի, այսպես ասած, դռներ, որպեսզի իրավունքները վերականգնվի։ Եվ եթե անձը փաստացի տիրապետել է, այսինքն կատարել է այնպիսի գործողություններ, որոնք վկայում են ժառանգական զանգված ակտիվ տիրապետելու գործողություններ կատարելու մասով, այդ ապացույցների ներկայացնելու պարագայում հնարավոր է իհարկե նաև փաստացի տիրապետման հիմքով ժառանգություն ընդունել։ Եվ այստեղ նաև կցանկանայի տեղեկացնել մեր հանրությանը, որ
անգամ տիրապետման այդ ապացույցները պետք է կատարված լինեն ժառանգատուի մահից 6 ամսվա ընթացքում։ Նշեցիք, որ քիչ չեն դեպքերը, երբ հենց ավելի վաղ ծագած իրավահարաբերություններից է բխում հենց այս խնդիրները, այսինքն քաղաքացիներ, ովքեր տեղեկացված չեն եղել, օրինակ, որ մահացած պապիկի կամ մահացած հոր ունեցվածքը տնօրինելու իրավունք ունեին եւ պետք է փաստացի այդ գործունեությունը իրականացնեն եւ հիմա նոր փորձում են նման քայլեր իրականացնել։ Այ ապացույցների ինչ շրջանակ է պետք, որոշ չափով հասկանալի որպեսզի լինի մեր քաղաքացիների համար։ Մենք օրինակ դեպք ունեինք, քաղաքացին մեզ ահազանգել էր եւ նշում էր, որ ընտանեկան գրքույկում եւ իր մայրն է գրանցված եւ ինքն է գրանցված, սակայն որևէ գործողություն այդ ընթացքում իրենք չեն կատարել եւ հարևանը փաստացի կարողացել էր հողամասը քաղաքապետարանին դիմելով եւ տարբեր նման իրավական գործընթացներ կատարելով իր անունով անել։ Այս դեպքում քաղաքացին ինչ քայլեր եւ ինչ ապացույցներ պետք է ներկայացնի, որովհետեւ բաց է թողել եւ 6 ամսյա ժամկետը եւ բավականին ժամանակ փաստացի այդ գույքը տնօրինելու եւ տիրապետելու հետ կապված որևէ գործարք եւ գործունեություն չի իրականացրել։ Ուրեմն օրենսդիրն ինչ է ասում, այն դեպքում, եթե առհասարակ որևիցե եղանակով ժառանգությունը չի ընդունվել, ստացվում է, որ ժառանգը բաց է թողել ժառանգության ընդունման ժամկետը։ Իսկ բաց թողնելը դա նշանակում է ոչ 6 ամսում դիմում տալ, ոչ էլ փաստացի տիրապետել։ Հիմա այս դեպքում միակ տարբերակը, որպեսզի հարգելի ճանաչվի այդ իրավունքի բաց թողումը, դա դատական կարգով, եթե ընդունած ժառանգ չունենք, որովհետև օրենսդիրը տալիս է հնարավորություն, որ եթե կա ընդունած ժառանգ, ժամկետում ընդունած ժառանգ, ապա տվյալ ժառանգի համաձայնության պարագայում այդ ժամկետը բաց թողած ժառանգը, մյուս ժառանգը կարող է վերականգնել իր իրավունքը արտադատական կարգով, այսինքն նոտարական կարգով։ Իսկ եթե չունենք ընդհանրապես համաձայնություն ընդունած ժառանգի, բնականաբար դատական կարգով վերջինս պետք է փորձի իր իրավունքները վերականգնել, որովհետև երբ որ մենք խոսում ենք փաստացի տիրապետումով ժառանգության ընդունման մասին, շատերը մտածում են, որ այդ ժամկետը որ անցնում է, բայց թեկուզ տիրապետել են, համարում են բաց թողած։ Չէ, բաց թողումը, երբ ընդհանրապես չկա տիրապետում, որովհետև տիրապետման կարևոր կոմպոնենտը դա գիտակցված ակտիվ գործողությունների ամբողջականությունն է, այո, որպեսզի ժառանգական զանգվածը իրեն դարձնելու, այսպես ասած, հնարավորություն տրվի։ Սա է ամբողջ մեխանիզմը ժառանգության։ Հետևաբար բաց թողնված ժամկետների պարագայում դրանք արդեն պետք է հարգելի ճանաչվեն ըստ անհրաժեշտության։ Ըստ ապացույցների շրջանակի։ Շատ լավ, ես ուզում եմ նաև անդրադառնանք, խոսեցինք առաջին հերթի ժառանգների մասին, խոսենք թե ովքեր առհասարակ ժառանգության իրավունք ունեն, ըստ հերթի ժառանգների ցուցակը ներկայացնենք մեր հեռուստադիտողներին եւ դրանով այսօրվա մեր խնդիրն ամփոփենք։ Եթե չկա կտակ, այստեղ արդեն կյանք է կոչում ըստ օրենքի ժառանգությունը։ Եվ ես միշտ սրա մասին խոսելիս շատ կարևորում եմ օրենսդրի այն կարգավորումը, որ նա առավելություն է տալիս կտակին, ինչու, որովհետև ասում է այն դեպքում, եթե չկա կտակ, նոր բացվում է ըստ օրենքի ժառանգությունը։ Այո, որը շատ կարևոր է, դա մարդ իր կենդանության օրոք կյանքի, այսպես ասած, իր գույքի ճակատագիրն է որոշում։ Տվյալ պարագայում, եթե արդեն չունենք կտակ կամ ամբողջ գույքը չի կտակված, անցնում ենք ըստ օրենքի ժառանգման եւ այստեղ արդեն օրենսդիրը տալիս է 4 հերթի ժառանգման հնարավորություն, որտեղ ըստ հերթերի կարող են հրավիրվել ժառանգության։ Առաջին հերթի ժառանգների ցանկում է, ինչպես արդեն ես նախկինում ասեցի, ժառանգատուի կինը կամ ամուսինը, երեխաները եւ ծնողները։ Այստեղ թոռները ներկայացման իրավունքով կարող են հրավիրվել ժառանգության։ Ներկայացման իրավունքով դա մեկ այլ ինստիտուտ է, որտեղ հնարավորություն են ունենում, այո, ժառանգատուի ժառանգը մահացած է ավելի վաղ, քան ժառանգատուն եւ ապա երեխաները կարող են դիմել ժառանգության ներկայացման իրավունքով։ Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի քույրերը եւ եղբայրները, այստեղ նաեւ համահայր, համամայր քույրեր եւ եղբայրները եւս ունեն հնարավորություն հավակնելու ժառանգական զանգվածի նկատմամբ։ Որովհետեւ մեր հեռուստադիտողների համար պարզ լինի, մենք խոսում ենք տարբեր հայրերից կամ տարբեր մայրերից ծնված երեխաների մասին, որոնք կրկին համահայր եւ համամայր են համարվում։ Երրորդ եւ չորրորդ հերթի ժառանգները եւս թվարկված են օրենսդրությամբ եւ բնականաբար առաջին ըստ հերթականության դրանց բացակայության կամ հրաժարվելու դեպքում հաջորդ հերթը հրավիրվում է ժառանգության ընդունման։ Սա է հիմնական մեխանիզմը։ Եվ ժառանգության ընդունման ժամկետը կրկին չենք մոռանում, որ դա 6 ամսյա ժամկետն է եւ ժառանգները առհասարակ իրենց այդ իրավունքը իրացնելու համար պետք է 6 ամսում
համապատասխան գործողություններ ձեռնարկել։ Շատ լավ։ Իհարկե ժառանգության թեման այն թեման է, որի վերաբերյալ տարբեր պատմություններ կարելի է ներկայացնել եւ շարունակ խոսել այդ իրավահարաբերությունների մասին, բայց կարծում եմ մեր հեռուստադիտողը ստացավ իր հարցի պատասխանը եւ կկարողանա այսուհետ կողմնորոշվել, թե ինչ քայլերի կարող է դիմել